Լուծենք հետևյալ եղանակնաչափական հավասարումը։ Նախ հասկանանք, երբ կարող է սինուսը 0 լինել։ Սինուսը 0 էր, երբ եթե կորդինատային հարթության վրա պատկերացնենք 0 աստիճանը եւ 180-ում, հետո էլի պտիկների դեպքում կարող ենք ստանալ։ Ոնց կարող ենք բոլոր անկյունները ներկայացնել։ Չէ՞ որ շատ անվերջ թվով անկյունների դեպքում սինուսը 0 է։ X-ը ստացվում է ի անգամ k կամ պատկանում է z-ին։ Այսինքն եթե 0 վերցնենք, կստացվի 0, 1 վերցնենք, 180 աստիճան։ Երկու պիկաները միայն այս անկյուններն են, ստեղ չլինի։ Երկու պիկը միայն այս ծայրերն են։ Իսկ պիկայով ես ներկայացնում եմ այս եւ այս անկյունները բոլոր։ Հետո սա, հետո սա, հետո սա, հետո սա կամ բացասական պտիկներով։ Լավ։ Ուղղակի պետք է հիշել, որ սինուսը 0 է պիկայի համար, որտեղ 180 աստիճանում էլ 0 է։ Երկու պիկա գրելու դեպքում միայն կունենամ այս անկյունները 0 աստիճան, հետո 360 աստիճան, հետո 720 եւ այլն։ Իսկ պիկայով ես գրում եմ բոլոր անկյունները 0, 180, 360, հետո պլյուս եւս 180 եւ այլն։ Մի խոսքով այստեղ պետք է գրել 2x մինուս π կեսը, այս ամբողջը, մեր մոտ այստեղ x է մասնավոր դեպքում, այստեղ շատ է։ Սինուսի տակի արտահայտությունը ամբողջությամբ հավասար է π անգամ k։ Սինուսը մենակ -1-ում ու 1-ում էլ 2 պիկը։ Շարունակենք x-ը փորձենք գտնել, ինչ կլինի։ 2x-ը հավասար է -π6-րդ տանում ենք աչքով, π6-րդ գումարած π k։ X ինչի է հավասար։ Ինչպես ազատվել 2-ից։ Բաժանում ենք 2-ի, այո։ Π6-րդը բաժանած 2-ի ինչ կլինի։ 3։ Չէ, 12-րդ։ Նայեք, ոնց որ գրեք π6-րդը բաժանած 2/1-ին։ Հիմա π6-րդ անգամ 1/2։ Հիմա π12-րդ գումարած π k կես։ Գտա։ Դրանք որ տարբերակը կամ պատկանում է z-ին։ Երկրորդը։ Պ k կես։